Մենք ունենք բողոքի ձայն բարձրացնելու։ Քասախի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա են անում, պահանջելով, որ 59 համարի ավտոբուսը վերականգնի հին երթուղին։ Բնակիչները պատմում են, որ նախկինում ավտոբուսը հասնում էր մինչև գյուղի կենտրոն, սակայն այժմ այն շրջանցում է Քասախը կանգ առելով Մայրուղու եզրին։ Իսկ առաջարկվող երկրորդ տրանսպորտը, որը միակ միջոցն է գյուղ հասնելու, չի կարողանում բավարարել տեղացիների ամենօրյա պահանջարկը։ Ասում են, որ տրանսպորտում հիմնականում նստելու տեղ չի լինում, իսկ Երևան հասնելու համար ստիպված են կրկնակի վճարել։ 59 համար է գալիս վերևով պտտվում հետը դառնում։ Այսինքն Քասախ չի մտնում, եթե Քասախցին նստի Երևանի ծանրաբեռնվածությունը կշատանա։ Էսի անելու բան չէ էլի ասենք։ Չգիտեմ, ես ինչ են անում, ես ով են ես մարդիկ ընդհանրապես, ես երեխեքի համար ենք անում, որ եկուց մյուս օր հանգիստ կանեն հելնեն էթան գա։ Բողոքը, որ սկսվել էր վաղ առավոտյան եւ խաղաղ ակցիա էր, սահմանափակվելով Մայրուղին ժամանակավոր փակելով մի քանի ժամ անց վերածվեց լարված բախման։ Ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողները սկսեցին ուժ կիրառել, ինչի արդյունքում բերման ենթարկվեցին 11 քաղաքացի, այդ թվում նաեւ անչափահաս։ Ինչ արել իմ որդին, հա, իմ անչափահաս որդին ինչ արել։ Միասին նույն մարդկանց հետ ում որ թվարկեցին համագյուղացին, նրանց հետ տարել են։ Ոստիկանության հանրային կարգի պաշտպանության հիմնական գործառույթը դա խաղաղ ակցիայի շարունակականությունն ապահովելն է, ոչ թե միջամտելը եւ դարձնել ծեծկրտուկ եւ քաշքշուկ։ Այսպես դեպքում մենք տեսնում ենք հակառակ գործողություն, կարծես հենց ոստիկանությունը հրահրի ակցիայի խաղաղ բնույթի փոփոխությունը բռնության տեսարանն է։ Բողոքի ակցիայի ընթացքում թիրախավորվեցին նաեւ լրագրողները։ Լրագրողի հարցն ամենայն հավանականությամբ բարկացրել էր ոստիկանին։ Եվ ոստիկանները շատ կոշտ ձևով էին քաղաքացիներին բերման ենթարկում, նստեցնում ավտոմեքենան։ Դրվագներից մեկում երևում է ինչպես է սույն կարմիր բերետավորը քաղաքացուն մեքենան նստեցնելիս հարվածում։ Ես ոչ թե հարցնում եմ ինչու են բերման ենթարկում քաղաքացուն, այլ հարցնում եմ թե ինչու են ծեծելով բերման ենթարկում քաղաքացուն։ Հետևեցին իրավապաշտպանների եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արձագանքը։ Օմբուդսմենը խիստ դատապարտեց կատարվածը, իսկ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ միջադեպում ներգրաված ոստիկանը ազատվել է ծառայությունից։ Իրավապաշտպանների խոսքով ոստիկանական բռնությունները շարունակական են։ Նրանց շրջանում հանրային կարգը պահպանելու նոր ձևեր առայժմ չկան, ինչն էլ լարվածություն է բերում։ Մենք տեսնում ենք նաև ոստիկանության աշխատակից, որը փաստացի ինքն է բռնություն կիրառում, լրագրողական, մասնագիտական գործունեություն իրականացնող անձի ուղղությամբ եւ դա նաեւ վկայում է այն փաստը, որ ագրեսիան կառավարելու եւ այդ իրավիճակում սառը գործողություններ կատարելու ունակությունը դեռևս ոստիկանության աշխատակիցների շրջանում չի դարձել կենսակերպ։ Քասախի բնակիչների բողոքի ակցիան դեռևս ավարտված չէ։ Մարդիկ պահանջում են, որ իրենց ձայնը լսելի լինի երկխոսության ճանապարհով։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։